Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարությունների մոտ 70%-ը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում։ Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ 2015 թվականից միության անդամակցության բավականին պարզեցվել է ենթակցիզային ապրանքների արտահանման եւ ներմուծման ամբողջ գործընթացը, քանի որ Սուրեն Ղազարյանի ԵԱՏՄ դրոշմանի շերը չեն հսկվում, հաշվառում եւ ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպում Հայաստանի մաքսային մարմինների կողմից։ Սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությամբ պայմանավորված ապրանքների տեղափոխման դեպքում տնտեսվարողները մաքսային մարմին է ներկայացում տարանցման հայտարարագիր։ Հայտարարությունները վերին Լարսով Հայաստան տեղափոխվող ապրանքների համար պետք է ունենան տարանցման հայտարարագիր եւ ստուգեն դրանում մաքսային միության ապրանք կարգավիճակի առկայությունը, որպիսի ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չկիրառվեն։ Պայմանավորված մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով կառույցում էապես բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ չթույլատնելով հսկողությունը։ Թեպետ ձևակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ, սակայն Սուրեն Ղազարյանի անհրաժեշտության դեպքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են պարզաբանում ստանալ մաքսատան աշխատակիցներից։ Յուրաքանչյուր հարց մանրամասնորեն քննարկվում է եւ անմիջապես լուծում ստանում։ Անցումը ԵԱՏՄ պահանջներին սահուն կազմակերպելու համար մաքսատունը ակտիվ իրազեկում է իր հայտարարություններին նոր ընթացակարգերի մասին։ Ոչ մի մաքսային ձևակերպումը չի կատարվում։ Այդքանով մաքսային մարմինների հետ շփումը կրճատվել է եւ կարելի ասել իսպառ վերացել է։ Մաքսատան հայտարարությունները փաստում են, որ միության անդամակցությամբ առավել պարզեցված ընթացակարգերով բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար։ Ներկայում կատարելուց մաքսային միության անդամ երկրներից հիմնականում ապրանքները գալիս են անմիջապես ընկերություն, որից հետո նոր արդեն հարկային վճարները արդեն կատարվում է հաշվապահության կողմից, այսինքն ոչ մի մաքսային ձևակերպումը չի կատարվում։ 2015 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշով ենթակցիզային ապրանքներից գերակշռում է հոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը։ Ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփում է էական աճով։ Այս տարվա առաջին կիսամյակում մաքսատան մուտքերը ավելացել են 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ։ Եվ դա առանց մաքսային միության երկրներից ներմուծող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը։ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ենթակցիզային ապրանքների մաքսային հսկողություն եւ ձևակերպումներ չեն իրականացում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչեւ 20 նկատ ժամանակահատվածում։ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։